Իմ սիրելի առյուծներ, բարի արև, այսօր օգոստոսի 26-ն է, իմ արացույցով Մերկուրի օրը, ձեզ բաժին ընկել Մերկուրին և ինքը իսկապես ձեզ համար շատ կարևոր է, ես հետո կմանրամասնեմ, իսկ իմ ասեմ, որ ներկայացնելու եմ սեպտեմբեր ամսվա համար կանխատեսումը, և սա վերաբերում է բոլոր նրանց, ում ծագող նշանը կամ ասցենդենտի նշանն է առյուծ, առաջին հերթին, և հետո նոր արևի նշանով առյուծներին է վերաբերում անպայմանად երկուսը միացնում եք և նոր ձեզ համար պարզ կլինի, ասենք սեպտեմբեր ամսվա կամ ցանկացած տվյալ ամսվա համար կանխատեսումը, քանի որ սա տրանզիտն է և դրան պլյուս լսել միայն մեկ նշան, դուք կունենաք 10-20% համընկնելիություն ու վերջ, այսինքն ոչինչ չեք կարող հասկանալ և այլն։ Հիմա տեսեք, դուք բոլոր դեպքերում շարժվեցիք առաջ և փորձում եք պահպանել, երկրորդ տեղից գնացել եք երրորդ տեղ, բայց ես կարծում եմ կպահպանեք, իհարկե ձեզ հաջորդում են կշեռքը և այդ եղջյուրները, իրենք երբեք չեն լքում առաջին վեցնյակը, ինչպես նաև կշեռքները, դա իրենցն է և կույսերը այդպես պատահաբար հայտնվեցին էնել երկրորդ տեղում, հիմա երրորդ տեղում դուք եք սիրելի առյուծներ և ինչպես որ ասացի Մերկուրին բավականին կարևորվում է ձեր կյանքում ձեզ համար, որովհետև պիտի հասկանաք ճիշտ քայլեր անեք և միայն դա կարող է ձեզ այս իրավիճակից հանել։ Այսպես պատկերավոր ձեզ նկարագրեմ, ձեզ մոտ առաջիկա 2 տարում կլինի մոտապես այսպիսի վիճակ, գիտեք, ասենք վառվող ջահը ձեզ տվել են ձեզ և տեսել եք օլիմպիադաներում և դուք պիտի հասցնեք այդտեղ կոնկրետ նպատակակետին, այնտեղ չէ սպասում, որ դուք այդ կրակը պիտի վառեք, ինչևէ այդ ջահը ձեր ձեռքին վազում եք և այն առյուծները, ովքեր ավելի պատրաստված են, պարապած են, բնականաբար իրենք շատ ավելի հեշտությամբ կհաղթահարեն այդ հեռավորությունը և կհասնեն նպատակակետին, իսկ նրանք, ովքեր պատրաստված չեն, մկանները թույլ են, պարապած չեն և այլն, իրենք բնականաբար ճանապարհի կեսին կընկնեն։ Հիմա ինչ է ցուցանում առակս կամ իմ պատկերավոր խոսքը, որ միայն ինձ է բնորոշ, այսինքն նախ գիտելիքներով պիտի զինված լինես, ճիշտ վերլուծես, որպեսզի հասկանաս, դա է այդ մկանների ուժը և որպեսզի կարողանաս հասնես վերջակետին առանց մեծ կորուստների, կամ ընդհանրապես կարողանաս հասնես վերջակետին և հաջորդը ցանկալի է, որ դուք համագործակցեք, այսինքն երբ դուք հոգնում եք ի վիճակի չեք վազելու, կարողանաք ջահը հանձնել ձեր ընկերոջը, որպեսզի ինքը տեղ հասցնի, այսինքն նորից ասեմ առակս կցուցանե այն, որ դուք պիտի համագործակցեք, որ երբ ինչ որ մի բան լինի, ասեք դուք չկարողանաք և այլն, արդեն այստեղ ձեզ օգնության գա պարտնյորը, որը ուրեմն ձեզ կօգնի։ Այսպես շատ պատկերավոր, շատ տիպիկ և շատ գեղեցիկ ես ձեզ ներկայացրեցի սիրելի առյուծներ, թե ինչ է ձեզանից պահանջվում, սա ուրեմն Մերկուրիի հետ կապված է այսքան մեկնաբանություն և իհարկե ասեմ, որ հենվում եմ նաև այն փաստի վրա, որ Մերկուրին փոխելու իր նշանը, Վեներան է փոխելու իր նշանը և իհարկե Ուրանը կդառնա հետընթաց և այդ բոլորը մեկ օրում է կատարվելու ամսի 10-ին, ես կարծում եմ մենք բոլորս էլ կզգանք իհարկե դա, որովհետև այդ իրադարձությունը, այդ էներգիաները մենք անպայման կզգանք պլյուս մինուս 1-2 օր և իհարկե ամեն մեկը կբերի իր գույները, իր խորհուրդը, իսկ ես ընդհանուր ձեզ ներկայացնեմ, որ այստեղ հնարավոր է հաճախ փոփոխվեն, այսինքն գիտեք ձեր աշխատանքի բնույթից ելնելով հնարավոր է դուք ասենք հատկապես եթե ծառայություն եք մատուցում, ձեզ պատվերներ են տալիս, ուրեմն դուք ինչ որ միտեղ
ինչ որ մի խմբի հետ կարող եք աշխատել, հետո այդտեղ աշխատանքը ավարտել, սկսել մեկ այլ խմբի հետ աշխատանք, կամ տեղափոխվել մի միջավայրից մեկ այլ միջավայր, նույն հնարավոր է նույն աշխատավայրում լինեք, բայց ասենք ճյուղերը փոխվեն կամ նոր մարդկանց հետ աշխատեք, խմբերը հաճախ փոխվեն, այսպիսի ուրեմն իրավիճակ կարող է լինել, այդ փոփոխությունները այնպես որ ասենք միգուցե շատերը արդեն դա նկատում են եւ ինքը կարող է ավելի ուրեմն հանդարտվել, խաղաղվել գոնե միջև տարվա վերջ, այդ կոնտրաստը մեծ չի լինի, հա, որ դուք անընդհատ ինչ որ փոխում եք, դա մի քիչ ավելի երկարատև միգուցե ինչ որ մի խմբի հետ երկարատև աշխատեք, ոչ թե կարճ ավարտեցիք, գնացիք մյուսը, հետո ավարտեցիք, գնացիք մյուսը, ավելի հնարավոր է մեծ գործ է լինում, դուք ավելի երկար եք աշխատում եւ այլն եւ այլն։ Ես մի սցենար, այսպես ասած, ձեզ ներկայացեցի, մնացած արդեն դուք կհասկանաք ըստ իրավիճակի, թե ինչ ուրեմն փոփոխություններ ձեր կյանքում ինչ է լինելու եւ այստեղ նաեւ կփորձեք ընկերների հարազատների հետ նաեւ հարաբերություններ պարզել, որքանով դա կհաջողվի ձեզ, այսինքն ինչ արդյունք կունենաք, դա ձեր ուրեմն քարտեզն է ցույց տալիս, բայց բոլոր դեպքերում այստեղ թե ընտանիքում, թե ձեր աշխատավայրում, գիտեք, հարկավոր է կամ երեխաների հետ էլ կապված, շատ տարբեր հնարավոր է որ դուք անցնեք փոփոխության մեջ, այսինքն այստեղ հարաբերություններ փոխվեն, դա պահանջվում է հարաբերություններ փոխվեն, ոմանք եթե աշխատանքի հետ է կապված վերանային իրենց ֆինանսական վիճակը կամ ընդհանրապես վերանայեք ձեր ֆինանսական վիճակը, այսպիսի հարցեր կան։ Եվ գիտեք, սեպտեմբերին ես շատ կարևորում եմ սև լուսնի փոփոխությունը նշանի, ինքը գտնում էր աղեղնավորի նշանում, ինչ որ առումով դա ձեզ համար լավ էր, որտեղ կրակի նշան էր, հիմա արդեն կմտնի այծեղ ջուրի նշան, այստեղ հնարավոր է իրենց բիզնեսի թեմաներ, իրենց աշխատանքներ, որոշակի բաներ իրենք հասկացան, բացահայտեցին, որոշակի դժվարություններ եւ եթե առույցները դասեր քաղեն, այն ինչ որ կատարվեց, ավելի արդեն իրենց համար հեշտ կլինի հետագա իրենց աշխատանքներում լինել ավելի կազմակերպված, ավելի գիտակ։ Եթե դասեր եք քաղել, եթե դասեր չեք քաղել, ուրեմն կարող եք խնդիրներ ունենալ։ Ահա։ Սա էլ էսպես եւ նշեմ, որ սև լուսինը յուրաքանչյուր նշանում մնում է 9 ամիս, ահա, սեպտեմբերի 14-ին է ինքը փոխելու իր նշանը եւ մինչեւ 27 թվականի հունիսի 11 եւ ես կարող եմ նաեւ հորդորել առուսներին, որպեսզի իրենք ուշադրություն դարձնեն իրենց առողջական վիճակին, որովհետև գիտեք, երբեմն շատ աշխատանքն է մարդուն առողջական խնդիրներ պատճառում, երբեմն նաև քիչ աշխատանքը, որովհետև այստեղ արդեն մոտենում ես, այստեղ արդեն հոգեվիճակն է, ճնշվածություն եւ այլն, այսպիսի վիճակ, որը կարող է լինել օրինակ 26-ին, երբ տեղի կունենա լիալուսինը, արևելուսինը կհակադրվեն 4 աստիճանում, Հայաստանի ժամանակով 20:48 րոպե 50 վայրկյան տեղի կունենա լիալուսինը խոյի նշանում, ճիշտ է, կրակի նշանում է, բայց այստեղ ձեզ համար կլինեն որոշակի անորոշություններ, որը բոլոր դեպքերում գիտեք, անորոշությունը ավելի որոշակի լինի լավ կամ վատ, բայց լինի որոշակի, քան դու լինես անորոշության մեջ, հենց այդ անորոշությունը ձեզ կարող է որոշակի անհանգստություն պատճառել, նայած ասենք ձեր անձնական քարտեզում ինչ իրավիճակ է, դա կարող է նաև որոշակի այդպես հոգեպես ուղղակի ձեզ համար դժվար լինի։ Բոլոր դեպքերում դու կրակի նշան եք, հեշտ եք հաղթահարում ցանկացած դժվարություն, այնպես որ ճիշտ է լուսինը խոյի նշանում իրեն լավ չի զգում, բնականաբար
Ինչևէ, կգրեք մեկնաբանություններում, ինչպես անցկացրեցիք Լիալուսին, այսինքն դա պարտադիր չի հենց 26-ին լինի, դա կարող է մինչև 26-ը ընդհուպ, հա, մինչև 26-ը դուք ձեր աշխատանքի կամ ինչ բանի արդյունք դա ձեզ այդքան էլ չգոհացնի, այսինքն ձեր սպասումները չարդարացնեն, այսպես ասենք։ Ահա այս վիճակը եւ մյուս կարևոր իրադարձությունը բացի Սևլոսնից այն է, որ մենք ունենք աշնանային գիշերավասար, սեպտեմբերի 23-ին արևը կմտնի կշարքի նշան եւ այդտեղ տեղի կունենա աշնանային գիշերավասարը, ես այդ մասին խոսել եմ, վիդեոն կտեղադրեմ ներքևում եւ դուք ուրեմն կարող եք նայել նրանք ովքեր նորեն միացել, ինչպես նաեւ ասցենդենտի մասին այդ վիդեոյի հղումը եւս կտեղադրեմ, որպեսզի իմանաք եւ այդքան շատ հարցեր ասցենդենտը ինչ է, ամեն անգամ այդ հարցերը ինչ չէ կուղղի եւ մյուս կարևոր թերևս վերջին կարևոր իրադարձությունն այն է, որ Մարսը մտնելու է ձեր նշան, սա ձեզ համար շատ կարևոր է 28-ին սեպտեմբերի դա տեղի կունենա եւ բնականաբար ինքը այդ տառապանքներից հետո որ գտնում էր Խեցգետնի նշանում, այսինքն հիմա որ գտնվում է այդտեղ, դժվար են գործերը գնում, ինչ որ բաներ եք ուզում փոխել, շատ դժվար է առաջ գնում, բայց երբ կմտնի ձեր նշան, դուք բավականին ակտիվ կարող եք լինել։ Շատ առույցներ, ես այստեղ տեսնում եմ շատ առույցներ նրանք ովքեր պիտի բարձրագույն կրթություն ստանան, ուրեմն դա կարող է իրենց հաջողվել ստանալ կամ դասավանդել կամ արտերկիր մեկնելու թեման ընդհանուր կարող է լինել, բայց հիշեք, որ հիմա ինչ մասնագիտություն էլ բարձրագույն մասնագիտություն եթե ձեռք բերեք, սիրելի առույցներ, դուք այդ մասնագիտությամբ չեք աշխատելու, ինքը ձեզ պետք կգա ընդհանուր գիտելիքա, բայց այդ մասնագիտությամբ չեք աշխատելու, սա հիշեք։ Եվ ես երևի թե այսքանով ավարտեմ, միայն ձեզ նորից հիշեցնեմ, որ Մարսը երբ կգտնվի ձեր նշանում, դա բավականին լավ է, դա ձեզ մեծ ուժ է հաղորդում եւ դուք կարող եք շատ ուրեմն ակտիվ լինել, ձեր այն բոլոր գործերը, որ կուտակվել են, կարողանաք հասցնեք ավարտին եւ ընդհանրապես բավականին ակտիվ եք լինելու, իսկ դա շատ լավ է, ձեզ շատ երիտասարդ կզգաք նրանք ովքեր արդեն անցել են այդ երիտասարդ այդ տարիքի շեմ արդեն անցել են իրենք իրենց ավելի երիտասարդ կզգան, ավելի առույգ կզգան, այնպես որ արդեն կարող եք զբաղվել սպորտով, հաճախել լողավազան եւ այլն բոլոր տրամադրությունը ինքը կբերի իր հետ, որովհետեւ առջևում ես նշեցի, որ կարող են լինել ձեր անձնական քարտեզով պայմանավորված կարող են լինել առողջական ուրեմն հարցեր։ Այսքանը իմ սիրելի առյուծներ, լավ եղեք գրեք անպայման մեկնաբանություններում որքանով են օգտակար լինում իմ խորհուրդները ձեզ եւ չմոռանաք լայքել, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս։ Այսքանը առայժմ